դու քո սրտի ցանկությամբ, սրտի հոժարությամբ, քո զոհաբերությունը կատարում ես Աստծո տան մեջ։ Աստծուն գումար ես տալի, Աստծո գործին աջակից ես լինում, եկեղեցու տարածություններին հոգսակից ես լինում, ու Աստված տենալով քո հոգատարությունը, քո սերը, սիրո զոհաբերությունները նույնք է քեզ աշրայելու, քո տունն աշնում, քեզ աշնում, առողջ ապահում քո երեխեքին, պարարտ ապահում քո նավարներին, դուք հիվանդություն չեք վերապրում։ Եթե հիվանդությունները կան, վերացնում է, օրտոգոզությունը իշնում է եւ դարձել է լուծում է քո զոհաբերությամբ, ու կարող է Աստծուն չաղոթես, չխնդրես, չասես գիշեր, որ մի տեր բժշկի, միած զոհաբերություն անես ու այդ խնդիրը կոմոդ լուծվի։ Միած զոհ կատարես Աստծո կանձանակի մեջ եւ քեզանից այդ հիվանդությունը խնդիրը վերանա քո տան միջից։ Առանց կխնդրելու։ Դու հասկանում ես դա ինչ օրհնություններ են։ Իսկ հիմա դու համ դու ես քրտիպություն անես, ինքն ժլատը վերաբերում, համ մարդիկ որոնք շռայլ, սրտանց, առատ 10-րդ չեն տալի, 20-րդ են տալի, 30-50-րդ են տալի, 100-րդ են տալի, ու դու իրանց հանդիմանից լավ են անում, ես մարդիկ տալիս են Աստծո շռայլ է, հեղեղում է իրանց վրա։ Ինչի՞ պետք է չտան։ Ես քո աչքիա չար։ Քո աչքիա դենք ժլատ, ագա, քտիպ։ Ինչ որ քեզ որ գումար տան, մի $10,000 տա, չես ուզի։ Վազելը կվերցնես։ Ու ինչ կանես։ Եթե քո բարձանքները կկատարես, Աստծո տան մեջ որ շռայլ զոհաբերեն, սպասավոր է գումարը դնում է Աստծո տան ավետարանի գործին, եկեղեցու գործերին, պիտույքներին, մասնակից հատաշտում քո գումարը, քո իմ մյուսների գումարները, եւ դա Աստծո անվանը փառք է բերում։ Աստծո պատիվ է տալի եկեղեցի բոլոր համայնքներում նույնքետ է վերաբերվում, որտեղ Աստված սիրում է տվողին, ուրախությամբ տվողին Աստված սիրում է։ Դա իմորտություն է, դա զորություն, Աստծո զորություն է ստանում։ Դա ինքնուրույն խաղաղություն է գալի։ Պարարտանում եմ, առողջանում եմ, լավանում եմ, դրամատությունս բարձրանում է, իսկ չտալով նկուն եմ լինում, վիճաբանություններ է լինում, խնդիրներ ծագում, սքից բանից երևի վիճաբանություններ են ստեղծում։ Իրավորում են մեկը մյուսի, անխաղաղ սուրը մտնում է մարդիկում։ Երբ որ Աստծո բաժին ուտում ես, չես տալի Աստծո բաժին Աստծուն, Հիսուսը դա ասեց. Կեսարինը տվեք Կեսարին, Աստծուն Աստծուն։ Բայց եթե դու Կեսարինը տալիս ես Կեսարին, Աստծո բաժինը ե՞րբ պիտի տաս։ Աստված բաժին ունի։ Աստված իր նա ուզում, իր հասանելիքն է ուզում։